Վերջին զանգ հեռուստասերիալում, երբ թվում էր, թե Լիլիթը վերջապես հասկացավ, որ Սոսը երբեք իրեն չի սիրել, նա նորից վերադառնում է խաղի մեջ։ Հիստերիայի մեջ կարմրած աչքերով գոռում է, լացում ու Աննային է մեղադրում իր չստացված կյանքի, Սոսի անտարբերության եւ սառնության համար։ Նա առանց ամոթի վերադառնում է Սոսի տուն, հայտարարելով, որ ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ, ավելին, բացահայտ ասում է, որ չի զիջի Սոսին Աննային, ինչ էլ լինի։ Իսկ երբ Սոսը իմանում է, որ Լիլիթը փորձել է խեղդել հղի Աննային հիվանդանոցում, նրա մեջ եղած վերջին հարգանքի կաթիլն է մարում, զզվանք, սայրույթ եւ վերջնական մերժում։ Սոսին վերաբերմունքն արդեն պարզ է։ Միքոն փորձում է իր շուրջը հավաքել աջակցություն։ Նա Հենրիին ու Ֆայնային պատմում է Սոսի մասին, իբր նա Աննայի անցյալից մի հին յար է, որը վերադարձել է ու խառնվել Աննայի կյանքին։ Միքոն փորձում է ստեղծել այն պատկերը, որ հենց Սոսի վերադարձն է պատճառը, որ Աննան չի ցանկանում վերադառնալ իրենց տուն։ Հենրին ու Ֆայնան շոկի մեջ են, իսկ Միքոն դեռ համոզված է, որ Աննան իրեն է սիրում։ Նա Ֆայնային ասում է, որ եթե այս տարիքում Աննան իրենից հղիացել է, ուրեմն սեր կա։ Բայց մի քանի ժամ է պետք, որ այդ վստահությունը փլուզվի։ Աննան զանգում է Սոսին ու կանչում աշխատանքի վայր։ Այս հանդիպումը երկար սպասված էր, երկու մարդկանց միջև, ովքեր 25 տարի պահել են զգացմունքներ իրենց ներսում։ Նրանք խոսում են անկեղծ, առանց դիմակների։ Սոսը զղջում է, որ թաքնվել է ու չի հայտնել Աննային, որ ողջ է։ Իսկ Աննան ցավով է պատմում իր թշվառ կյանքի մասին։ Ապրել Միքոյի կողքին իբրև կին, բայց իրականում որբացած սիրո մեջ։ Նրանք գրեթե գրկում են իրար։ Հենց այդ պահին էլ ներս է մտնում Միքոն։ Նրա կատաղությանը չափ ու սահման չկա։ Միքոն կորցնում է ինքնատիրապետումը եւ հարձակվում Սոսի վրա, սպառնում սպանել նրան հենց տեղում։ Իսկ Աննային էլ ասում է, որ երբ երեխան ծնվի, ինքը կխլի նրան ու կսպանի Աննային բոլորի աչքի առաջ։ Այս տեսարանը սպանում է Միքոյի ինքնավստահությունը։ Նա համոզված էր, եթե Աննան իրենից հղի է, ուրեմն սիրում է իրեն, իսկ հիմա տեսնում է լրիվ այլ բան, որ Աննայի սիրտը բաբախում է Սոսի համար։ Միքոն հեռանում է խելագար, կատաղած ու ձախողված։ Իսկ շուտով մենք ականատես ենք դառնալու շատ հետաքրքիր տեսարանների։ Լիլիթն ու Միքոն հանդիպում են, երկու պարտված, հիասթափված ու չսիրված մարդիկ։ Եվ հենց այստեղ սկսում է կազմվել նոր դավադիր պլան։ Նրանց նպատակն է ամեն գնով կանխել Սոսի ու Աննայի վերամիավորումը։ Նրանք միավորում են իրենց ուժերը, գիտակցելով, որ եթե Սոսն ու Աննան միանան, իրենք Լիլիթն ու Միքոն ոչ միայն կկորցնեն իրենց սիրելի մարդկանց, այլև կկործանեն իրենց գոյությունն ու ազդեցությունը։ Իսկ երբ այս երկու մարդիկ միավորում են իրենց մութ մտքերը, կարող ենք վստահ լինել, այս սերիալում փոթորիկները դեռ առջևում են։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Աննան, երբ Միքոն նրան տեսավ Սոսի հետ գրկախառնված։ Գրեք մեկնաբանություն։ Հոպ։ Բա, տեսնում եք մեջքիս հետևն ինչեր է կատարվում։ Էսա։ Մենք չէինք ուզում։ Ես անձամ Էլմի։ Դու ուզում ես, չէ՞։ Գիտեմ։ Մանակ եմ։ Շատ։ ինքս սպասում էր։ Եկել ենք նկարահանման։ Չէ՞ ձյաձրով։ Իհարկե։ Վաղուց չկա ինքը։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ ամառը թե մոռացան մեզ։ Չէ, չէ որ մոռանալ։ Մեզ Մեզ մոռանալ չի լինի ձյաձրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո։ Ունես լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դեռ չեն կարող միասին լինել։ Յանան, ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Յանայի գործն էլ է։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։
Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Չեչենեկա կարող զանգալ ես պատասխան։ Գաս մեզ։ Քիչ էի կոմել, բայց կա։ Ո՞ւն ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ըննենք լավ կտրվեց, ըննեն սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Հարմա բայ։ Չգիտեմ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то արսանալիս Կասկածում եք, երեխեք։ Վերջին զանգ հերոստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Դե վերջել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը դες ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կարողա չի երևում։ Դա սկսած սցենարներս է, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղ է, ամեն անգամ նկարելուց անում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք եւս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել։ Լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասա բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վերից ոչ մի բան։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատված ունենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացի լա։ Բացի ասում եմ։ Ասում են դու ես հորս գլուխը կերել, ասում բացի։ Բարև բոլորին։ Ջաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ջացրով։ Իհարկե։ Վաղուց չկա ինքի։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի ջացրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ